Ֆրանսիայի արտգործնախարարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ընդդիմության առաջնորդի եւ նրա համակիրների հանդեպ վերաբերմունքից։ Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որպես Եվրախորհրդի անդամ եւ Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր Թուրքիան կամավոր պարտավորություն է ստանձնել այս ոլորտում։ Այս պարտավորությունների կատարումը մեր հարաբերությունների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների կենտրոնական տարրն է։ Հիմա տեսեք։ Այս հայտարարությունը առավել ուշադրություն է գրավում այն հաճախակիացած շփումների ֆոնին, որ վերջին ամիսներին նկատվում է Թուրքիայի եւ Ֆրանսիայի նախագահների միջեւ։ Վերջին 4 ամիսներին նրանք խոսել են գրեթե ամեն ամիս, ինչը թուրք-ֆրանսիական հարաբերության համար հազվադեպ դինամիկա է։ Ու հենց այդ ֆոնին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայում տեղի ունեցողի հանդեպ ըստ էության կարող է նշանակել, որ ֆրանս-թուրքական բարձր մակարդակի մեղրամիսը, որ տևել է մոտ 4 ամիս, կարող է ավարտվել։ Ակնհայտ է մի բան, որ Թուրքիան ըստ էության չի կարող չնկատել Ֆրանսիայից հնչող դիտողությունը։ Հետևաբար, կամ Էրդողանը կուլ պետք է դա տա, կամ նա պետք է արձագանքի եւ դրանով իսկ կառաջանա որոշակի լարում։ Մյուս կողմից Ֆրանսիան բաց չի թողնում պահը Թուրքիայի հանդեպ իր այսպես ասած եվրոպական վերադասության դրսևորման համար։ Հաշվի առնելով այն համարձակ եւ հավակնոտ հայտարարությունները, որ Էրդողանն անում էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև առաջացած հակադրության ֆոնին։ Եվրոպական անվտանգության ինքնուրույն համակարգի վերաբերյալ քննարկումների համատեքստում Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ անվտանգ Եվրոպա։ Ֆրանսիան, որ ներկայացնում է Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ճարտարապետի եւ առաջնորդի հայտ, ըստ էության լռում էր այդ առնչությամբ։ Բայց հիմա թերևս բաց չի թողել առիթն Անկարային բարձր դիրքից եվրոպական արժեքների հիշեցման համար։ Չի բացառվում, որ Փարիզը մտահոգ է Թուրքիայի ԱԳ նախարարի ԱՄՆ կատարած պաշտոնական այցով, որն առաջինն է Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնամուտից ի վեր։ Ֆրանսիան գուցե մտահոգ է, որ Անկարան կարող է այդ այցի ընթացքում պայմանավորվածությունների կամ ինչպես Թրամփն է ասում, գործարքի հանգել Վաշինգտոնի հետ։ Այդ դեպքում, իհարկե, Թուրքիան կարող է Եվրոպայի համար դառնալ գլխացավանք մեկ այլ ասպեկտով։ Ես Հայկ եմ Կարապետյան, կսպասենք հետագա զարգացումներին։ Պինդ եղեք։